Ինչու ենք աշխատում մի տեղ, որը որ ատում ենք, ոչ մեկ այս հարցի պատասխանը չգիտի, սովորելը միշտ պատասխանն է բոլոր ապագայի վերաբերյալ անորոշ հարցերին։ 60 րոպեանոց հարցազրույցի ժամանակ ինքը 15 անգամ խոսեց աշխատավարձից։ Նեթվորքինգը երևի թե մեզ մոտ Հայաստանում ամենաանտեսված երևույթներից մեկն է։ Ողջույն, ես Անի Մերուժանին եմ, այսօր խոսելու ենք մարդկային ռեսուրսների կառավարման HR-ի մասին։ Ու եկեք միանգամից անցնենք առաջին հարցին, պրովոկացիոն է հարցը մի քիչ, ինչու են մարդիկ շարունակում աշխատել միտեղ, որն ատում են։ Երկար ժամանակ մի որևէ տեղ աշխատելը միշտ պատճառ ունի, դա կարող է ֆինանսական անվտանգություն նշանակել, դա կարող է փոփոխություններից վախ նշանակել, որը շատ նորմալ է, առանց քննադատության փոփոխություններ իրականացնելը դա հեշտ process չի էլի, կամ արդեն շատ բան եմ ներդրել, դե լուր փոխեմ, դա նշանակի։ Իսկ միշտ երբ որ երկար ենք ինչ-որ միտեղ աշխատում, պարտադիր չի, որ պատճառը լճացումն է, տարբեր պատճառներ կարող ենք ունենալ։ Ինչու ենք աշխատում մի տեղ, որը որ ատում ենք, ոչ մեկ այս հարցի պատասխանը չգիտի, բացի այն մարդուց, ով որ իրեն ատելի աշխատանք է անում։ Երկրորդ հարցը, աշխատակիցը պետք է ընտրի աշխատանքն, որն իրեն հարմար է, թե այն, որը որ ստիպում է աճել։ Տեսեք, միշտ թե հարցերին նույնակերպ եմ պատասխանում, ասում եմ երկուսն էլ միասին հնարավոր են։ Պարտադիր չի մեկը մյուսին հակասի, որովհետև ժամանակային կոնտեքստում մենք կարող ենք որոշ ժամանակ անել մի աշխատանք, որը որ մեզ հարմար է, տարբեր հարմարություններ, սկսած լոկացիան է հարմար, վերջացրած, չգիտեմ, ղեկավարների հետ աշխատանքն է հարմար։ Եվ անել մի աշխատանք, որը որ մեզ challenge է անում, մարտահրավեր է նետում։ Ես կընտրեի միշտ աշխատանք, որը որ մարտահրավեր է նետում։ Եվ այդպես էլ կարիերայի ընթացքում կառուցել եմ։ Բայց դա ես։ Յուրաքանչյուրս ինքներս մեզ համար պետք է հասկանանք ինչն է հիմա նախընտրելի։ Երկուսն էլ կարմիր դրոշակներ ունեն, red flag-եր ունեն։ Երբ որ մենք երկար անում ենք մի աշխատանք, որը որ մեզ հարմար է, մենք որևէ կամուրջ չենք կառուցում դեպի ապագա, հա? Բնականաբար հիմա ամենաշատը արհեստական բանականությունից, այս վերջին փոփոխությունից վախենում են այն մարդիկ, ովքեր որ վերջին տարիների ընթացքում կամ թեկուզ վերջին օրերի ընթացքում իրենց կրթության եւ զարգացման մեջ որևէ ներդրում չեն արել, որովհետեւ սովորելը միշտ պատասխանն է բոլոր ապագայի վերաբերյալ անորոշ հարցերին։ Բայց դա չի նշանակում, որ չընտրենք աշխատանք, որը որ հարմար չի։ Էլի մենք յուրաքանչյուրս մեզ համար կիմանանք, որն է ավելի լավը, բայց երկու ծայրահեղության կարմիր դրոշակներին ուշադրություն դարձնենք։ Երկար ժամանակ հարմար աշխատանք անելը բերում է լճացման, երկար ժամանակ անհարմար մարտահրավերային անդադար վազոցի շունչը կտրվելով աշխատանք անելը բերում է, որ ուղղակի մի օր սպառվում ենք ու էլ էներգիա չի ելնում որևէ բան անելու։ Մյուս հարցը՝ մի քանի տարին մեկ աշխատանք փոխել, թե երկար մնալ կազմակերպությունում։ Տեսեք, ամեն ինչ կախված է նպատակից։ Ես միշտ իմ HR ուսանողներին եմ ասում եմ, եթե ապաներ չկան, եթե պայմանական մարդը վերջին 3 տարվա ընթացքում 4 գործատու է փոխել, դա լավ է թե վատ։ Չկա ոչ լավ է, ոչ վատ։ Մենք պետք է իմանանք, թե ինչու։ Սովորաբար կարիերայի սկզբում հենց այդպես է լինում է, որ մենք հաճախ ենք փոխում մեր աշխատատեղերը, մինչև գտնենք մեր իդեալական գործատուին։ Իդեպ ուշադրություն դարձրեք, որ ես ասացի աշխատատեղերը, ես չասեցի հաստիքը։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք կարիերայի առումով ունենանք ուղղություն, պլանները ընթացքում կարող են փոխվել։ HR-ական այդպիսի հարց կա, հիմա շատ են ատում այդ հարցը, էլ չեն տալիս, բայց ասում էին որտեղ ես քեզ տեսնում 10 տարի հետո, կամ 5 տարի հետո։ Հիմա երևի կհարցնենք որտեղ ես քեզ տեսնում վաղը չէ, մյուս օրը ներկա խառը խշտի դարում։ Այդ հարցին ես ինքս միշտ պատասխանում եմ, ասում եմ ես չգիտեմ որտեղ կլինեմ, բայց դա լինելու է մարդկային ռեսուրսների կառավարման մեջ։ Ուղղությունը կա, պլանները կարող են փոխվել։ Եթե կարճ պատասխանեմ, նորմալ է աշխատանքը հաճախ փոխելը, եթե դա ունի նպատակ։ Եթե այս պահին աննպատակ ենք, հաճախ փոխում ենք, մինչև գտնենք նպատակը, էդ էլ է օքեյ։ Կարևորը տախտակի նման չհոսենք, թե գետը մեզ ուր է տանում, կարևորը շուրջը նայենք, հասկանանք ինչ է կատարվում։ Ես իմ ընկերներից հաճախ եմ լսել, որ արժի աշխատանքը հաճախ փոխես, որ աշխատավարձ բարձրացնես, որովհետև ներսում աշխատավարձ բարձրացնելը ավելի դժվար է, քան աշխատանքը փոխելիս։ Դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Մենք պետք է խուսափում եմ միշտ ասեմ, բայց մենք պետք է կրենք
կրենք պատասխանատվություն մեր կարիերայի կառուցման համար, ներառյալ մեր ֆինանսական ստաբիլության համար, մեր կարիերայի զարգացման համար։ Հիմա եթե մենք ներկա գործատուի մոտ աշխատում ենք լավ, բայց բավականաչափ ռեսուրս եւ էներգիա չենք դնում դա ցույց տալու մեջ, այդտեղ խնդրեմը գործատուն չի։ Եվ եթե մեր միակ հնարը աշխատավարձ փոխելու դա աշխատատեղ փոխելն է, ուրեմն մի բան այն չի ներսում ինքնաերևալու հետ։ Պատկերացրեցիք։ Ուրիշ բան, եթե աշխատում ենք մի այնպիսի գործատուի մոտ, որտեղ որ անարդարորեն աշխատավարձ չեն բարձրացնում։ Սա ուրիշ պատմություն է։ Աշխատանք փոխելը չպետք է լինի մեկ կամ երկու պատճառի համար։ Սա միշտ համակցված բարդ որոշումների փունջ է, որ այդքան էլ հեշտ չի, ինչքան թվում է առաջին հայացքից։ Արդյոք ամոթ է աշխատանքային հարցազրույցների ժամանակ աշխատավարձից խոսելը։ Տեսեք, լավ մասնագետը իր գինը գիտի։ Հիմա ես դրա ավելի շոշափելի, այս արտահայտության ավելի շոշափելի տարբերակը ասեմ, կարիերայի կամ առհասարակ աշխատանքային ուղուտ կառուցման ամենասկզբում թվի մասին տեղյակ չես։ Մի պարզ պատճառով, որ չունես բավականաչափ փորձառություն եւ այդքան շատ չես թաթախվել տարբեր իրավիճակներում, որ հասկանաս, թե քո ժամային, էներգետիկ, մտային ներդրումը ինչ արժի։ Որոշ ժամանակ հետո ինստինկտիվորեն այդ թիվը գալիս է։ Այսինքն, ինչքան աշխատավարձ ակնկալեմ հարցի պատասխանը, դա ուսումնասիրության արդյունքում տեսնես շուկայում ինչ է կատարվում, հատկապես մեր Հայաստանի մարքեթը շատ փոքր է, էլի, վստահ հնարավոր է այդ տվյալը ստանալ կամ թեկուզ Google անել։ Հիմա նաև շատ հայտնի աղբյուրներ հրապարակում են աշխատավարձերը։ Եվ երկրորդ, այդ թվին գալ քո փորձառության արդյունքում։ Իսկ խոսել այդ մասին, թե ոչ, միանշանակ խոսել, բայց կախված է թե ինչպես խոսել։ Ստեղ ինչպես ավելի կարևոր է, քան ինչը։ Մի դեպք հիշեցի, հարցազրույցներից մեկի ժամանակ ամեն անգամ, երբ որ իմ դիմաց նստած երիտասարդը խոսում էր աշխատավարձից, ես գիծ էի անում իմ նոթերում եւ 60 րոպեանոց հարցազրույցի ժամանակ ինքը 15 անգամ խոսեց աշխատավարձից։ Ինչ խոսում ենք, ինքը պատասխանում էր աշխատավարձի հարցով։ Ինչ ես փնտրում քո համար կարիերայում, ինչն է նշանակալի եւ այլն, կարևոր է աշխատավարձը դենաց, աշխատավարձը ինչքան կլինի։ Այս տարբերակում դու հասկանում ես, որ քո առջև նստած մարդուն ոչ մի բան բացի թվից չի հետաքրքրում։ Ես չեմ ճանաչում մի այնպիսի HR մասնագետ, ով որ նման պատասխան ուզի լսել, հա, որ ասի դե ոչինչ, թող ինձ մոտ միայն մարդիկ աշխատավարձի համար կան աշխատեն։ Կարևոր է թե ինչպես ենք հարցնում։ Ես խորհուրդ կտամ դա բարձրաձայնել բավականին հանգիստ աչքերի մեջ նայելով, առանց դրա վերաբերյալ կաշկանդվելու, դա չդարձնել առաջին գործոն աշխատանքը ընտրելու, ինքը պարտադիր պայման է, սակայն միակը չէ։ Եթե ձեզ համար առաջինն է, ասեք այդ մասին։ Կամ օրինակ, չգիտեմ, վարկ ես վերցրել, ասում ես հիմա ուղղակի աշխատավարձը կարևոր է, դրա համար եկեք դա ճշտենք, հետո անցնենք զրույցի հաջորդ էտապին։ Ուրեմն ամփոփելով ցույց տվեք, որ ձեզ համար այլ գործոններ եւս կարևոր են եւ թող կարևոր լինեն։ Դա չանել էլի կեղծ։ Եվ երկրորդ դա մատուցել գեղեցիկ եւ բացատրելով եւ առանց կաշկանդվելու։ Էլի պրովոկացիոն հարցերից։ Մենք մի ընտանիք ենք, արտահայտությունը տոքսիկ է թե ոչ։ Ես կուզենամ մի բան դուք մտածեք այս հարցի վերաբերյալ, միջև ես կպատասխանեմ, տոքսիկ է թե ոչ։ Երբ որ գործատուն ու աշխատանքային միջավայրը դիտարկում ենք որպես ընտանիք։ Ինձ թվում է ոչ, ոչ էլ այո։ Դա շատ կախված է, մենք մի ընտանիքի տակ ինչ ենք դնում։ Եթե մենք մի ընտանիքի տակ դնում ենք հավատարմություն, արդյունքին միտվածություն, համատեղ աշխատանքին հոգատարություն, կողքինին հոգատարություն, որ ոչ միայն դու քո աշխատանքը լավ իրագործես, ինքն էլ լավ իրագործի, առողջ թիմային համագործակցություն, ապա հրաշալի արտահայտություն է սա եւ ոչ մի տոքսիկություն դրա տակ չկա։ Եթե մենք մի ընտանիքի տակ հասկանում ենք հավերժ լոյալություն, ժամերի բացակայություն աշխատողի համար, միկրոմենեջմենթ, հա, գնաս տեսնես մանրամասն ինչ է անում, ամեն ինչ քեզ պետքա պատմի, դե մենք մի ընտանիք ենք, ցանկացած տեսակի շահագործում։ Իդեպ եկեք չնայենք միայն գործատուի տեսանկյունից աշխատողին հակառակն էլ կարող է լինել, երբ որ աշխատակիցը իր ամբողջ կյանքի անձնական բեռը տեղափոխում է գործատուի եւ ղեկավարի ուսերին, թե որովհետեւ մենք մի ընտանիք ենք։ Իսկն եթե դրա տակ տոքսիկ հասկացություններ են կոմունիկացվում, ապա դա տոքսիկ է, եթե առողջ է, ապա առողջ է, միանշանակ չենք կարող ասել։ Որն է ավելի վտանգավոր, բըրնաութը թե ձանձրույթը աշխատանքում։
Իսկ հիմա մարդ, որ հիմա գտնվում է բըրնաութի մեջ, կասի բըրնաութ է, մարդը, որ գտնվում է խիստ ձանձրույթի անգլերեն բառը boredom դրա մեջ, ինքն էլ կասի ձանձրույթ է։ Երկուսն էլ վտանգավոր են։ Երկուսն էլ վտանգավոր են ինչի, որովհետև իրենք այդքան էլ տեսանելի չեն։ Դժվար տեսանելի հասկացություններ են։ Ձանձրույթի հիմքում մենք կարող ենք գալ մի հասկացության, որը որ կոչվում է quiet quitting, Մարիանա Էդիլյանին հիշեցի սա, երբ որ ասացի, երբ որ աշխատակիցը լուր որոշում է կայացել աշխատանքը լքելու վերաբերյալ, բայց դեռ դրա մասին չգիտի։ Կամ դրա մասին գիտի, բայց դեռ չի կոմունիկացրել։ Եվ բըրնաութի շարունակականությունն էլ էլի իր հերթին կարող է բերել մի իրավիճակի, որ ուղղակի սպառվենք եւ մի առավոտ լինի, որ էլ չկարողանանք անկողնուց վեր կենալ։ Երկուսն էլ վատ են։ Ինչ անել, գիտակցել ինքդ քեզ։ Self reflection անգլերեն լավ բառ կա, հայերեն ինքնարեֆլեքսիան։ Դա քեզ կարողանալ ամբողջությամբ տեսնելը, քո եւ դրական եւ բացասական վարքագծերով, եւ դրական եւ բացասական էներգիաներով։ Եթե ինքներս մեր ձեռքը պուլսի վրա է եւ մենք կարողանում ենք գիտակցենք հենց հիմա մեր ուղեղը, մեր մարմինը, մեր հոգին, մեր սիրտը ինչ վիճակում է գտնվում աշխատանքի մեջ, ապա նման ծայրահեղություններից կարող ենք խուսափել։ Կարող է ավելի կանխատեսող լինենք, հա, պրոակտիվ լինենք նման հարցերում, իսկ դրա հիմքում միշտ գիտակցվածությունն է, հա, ուշադրություն դարձնելը ինքդ քեզ։ Եվ բըրնաութի եւ ձանձրույթի մեջ գործատուն էլ իր դերն ու նշանակությունը բնականաբար ունի, ես խոսեցի մարդու աշխատակցի կողմի մասին, այստեղ գործատուն սովորաբար հետևողական է, որ աշխատանքը ճիշտ բաշխվի, որ յուրաքանչյուր մարդ լինի իր լավագույն իրագործման արեայում, հա, որովհետև դա մեր որպես գործատու պատասխանատվություն է, մենք հասկանանք աշխատակիցը լավագույնս որտեղ է դրսևորվում, որովհետև նույն մարդը մի աշխատանքի մեջ կարող է շատ արագ ձանձրանալ, հոգնել, հանգել, հա, մարել եւ մեկ այլ աշխատանքի մեջ անկախ չափի փայլել էլ ավելի դրսևորվել։ Այսա գործատու եւ գործատու ասելով ես նկատի ունեմ HR-ի եւ կառավարիչների համատեղ աշխատանքը management plus HR, որ միասին հասկանան ինչպես են գրագետ բաշխում աշխատանքը թիմի մեջ, ինչպես են այդ բաշխվածության արդյունքում գալիս արդյունավետության, որովհետեւ մեզ պետք չի միայն բարի անձնակազմ, մենք ուզում ենք բարի ուրախ եւ արդյունավետ անձնակազմ եւ ինչպես են կարողանում յուրաքանչյուրին ռեալիզացնեն իր լավագույնում։ Տեսեք, ավակ մակարդակի աշխատակցին փոխարինելը արժենում է մոտավոր իր տարեկան աշխատավարձի 2-ից 2.5 անգամը։ Ավակ եւ վերև, հա, senior plus հաստիկները փոխարինելը։ Ըստ էության գալիս ենք նրան, որ միշտ արժի նախ փորձել պահպանել աշխատակցին, իսկ որպեսզի պահպանենք եւ դա փոխշահավետ լինի եւ փոխարդյունավետ լինի, պետք է հասկանանք որտեղ, ինչ կերպով, ինչ հաստիկում, ինչ դրսևորումներով։ Մյուս հարցը կարող է ընկերությունը ստեղծել մոտիվացված աշխատակիցներ, թե մոտիվացիան անձնական պատասխանատվությունը։ Ես կհանեմ պատասխանատվություն բառը այստեղ, մոտիվացիան պատասխանատվություն չէ, կխոսեմ պատասխանատվությունից, սակայն մոտիվացիան ներքին հասկացություն է, մոտիվացիան միշտ ներքին է։ Նույնիսկ եթե մենք խոսում ենք արտաքին գործոնների մասին, գումար, լավ վյույով, լավ տեսարանով գրասենյակ, կարիերա, հաստիկ, մի խոսքով, այդ բոլոր արտաքին գործոնները միևնույն է, մենք իրենց անցկացնում ենք մեր ներքին պրիզմայով, ներքնայնացնում ենք եւ ապա դրան ռեակցիա ենք տալիս։ Դրանով է պայմանավորված, որ ասում ենք մոտիվացիայի մեկ գործոն չկա։ Մենք չենք կարող նույնակերպ մարդկանց մոտիվացնել։ Դրա հիմքում հենց այդ ներքնայնացման process-ն է ընկած, որ մոտիվացիան ներքին հասկացություն է, հա։ Մոտիվացիան միշտ ինքնամոտիվացիա է։ Այդ դեպքում ինչ դեր ունեն ղեկավարները, ինչ դեր ունեն գործատուները, ինչ դեր ունեն HR-ները չդեմոտիվացնելու։ Եթե մենք կարողանանք չկոտրենք աշխատակցի թևերը, մի քիչ բանայինք, այդպես սիրուն հեքիաթային է հնչում, բայց աշխատող HR-ները, ղեկավարները այս խոսքի ռեալ շոշափելի էությունը լրիվ կզգան, ապա մարդը անverջ կինքնադրսևորվի։ Զուգահեռաբար, եթե մարդու էներգիան, աչքերի փայլը, կրակը
կորել է որևէ աշխատանք անելու, առաջի բանը դա մարդուն ինքն իր հետ զրույցի նստացնելն է, ինքն իր հետ դիալոգի նստի եւ հասկանա ինչն է ընկած դրա հիմքում, ինչու է դա այդպես։ Կարող ենք արտաքին ֆակտորներով արդյունքի հասնել։ Օրինակ, եկեք մի հատ բոլորով այս պրոյեկտը իմի բերենք, դեդլայնին հասցնենք ու բոլորով այսքան բոնուս աշխատենք, օրինակ։ Կաշխատի, հա, բայց կարճաժամկետ։ Ուրեմն, մոտիվացիան ներքին հասկացություն է, ղեկավարները, HR-ները, գործատուները մի բան, որ կարող են անել, դա կարող են չդեմոտիվացնել։ Այստեղ մի հատ լավ հեքիաթ կա, այդպես մասնագիտական հեքիաթ է ինքը, ասում է ծերունին իր կյանքի վերջի տարիներն է վայելում, իր տնակում, իր այգին, մշակում, ամեն օր խախանդ ծերություն է մարդ վայելում ու այգում հայտնվում են երեխեք։ Պատկերացնեք գյուղի երեխեք, կարմրաթուշ, փայլուն աչքերով ու սկսում են տարածքը այգին խառնել, խախտել, խաղալ, մի խոսքով ամեն օր նոր տարածք են գտել, գալիս են եւ անհանգստացնում են ծերունին։ 1, 2, 3, 4, 5, 10 անգամ զգուշացնում նկատողություն անում, բայց դե երեխեքով է լսում, հա, փայլուն աչքերով եկել են խաղալու եւ մի օր դուրս է գալիս բակ եւ հավաքում է երեխաներին, ասում է եկեք։ Այսօր ձեր խաղալու համար ես ունեմ նվերներ եւ յուրաքանչյուրին վճարում է 5000-ական դրամ, ասում ես 5000-ները վերցրեք, ապրեք այսօր, թույն խաղացել եք, թույն քանդել եք, սա ձեր գումարն է։ Պատկերացնեք հաջորդ օրը ինչ ոգևորվածությամբ են երեխաները հետ գալիս, բայց հաջորդ օրը ծերունին դուրս է գալիս եւ ասում չէ, այսօր կողք չէ ես ձեր խաղալուց, այսօր հեչ այն չխաղացիք, դրա համար ես յուրաքանչյուրիդ վճարում եմ 1000-ական դրամ։ Հաջորդ օրը 900 դրամ, 500 դրամ, 100 դրամ եւ մի օր վճարում է 10 դրամ։ Ինչ են անում երեխեքը, ասում են վայ, ով է այսօր 10 դրամով խաղում կամ քանդում եւ հեռանում են այդտեղից։ Ինքը մասնագիտական պատմություն է եւ այն մասին է, թե ինչպես են գործատուները այտենց գրամ կործանում, վատ թարացնում աշխատակիցների մոտիվացիան, փայլուն աչքերը, ռեալիզացվելու ցանկությունը պետք չի դեմոտիվացնել մնացածը աշխատողը ինքը կանի։ Որն է ավելի հզոր, նեթվորքինգը թե հմտությունները։ Մի քիչ անիական սրան կպատասխանեմ, երևի այդքան էլ Google-յան կամ գրքային պատասխան չի, կարծում սկզբում հմտությունները, որովհետև պիտի բովանդակությունը կառուցես, հետո նոր դրա վրա մնացածը, հա, հակառակ պարագայում մի տեսակ կեղծ էություն են ստանում հարաբերությունները, որովհետև ինչ որ մի պահի հերթը գալիս հասնում է աշխատելու։ Եվ եթե այդ պահին դու հմտությունները չունես, աշխատելուն օգնելուն էական չի։ Եվ եթե այդ պահին դու հմտությունները չունես, ապա շատ հետաքրքիր եւ դատարկ զրնգուն փուչիկի առաջ ես կանգնում, որպեսզի այդպես չլինի, ինձ թվում է սկզբում հմտությունները, հետո հարաբերությունները, բայց հարաբերությունները շատ կարևոր են։ Նեթվորքինգը երևի թե մեզ մոտ Հայաստանում ամենաանտեսված երևույթներից մեկն է, որ ես հանդիպել եմ կարիերայիս սկզբում, հա, դա 15 ավել տարի առաջ էր։ Հիմա բնականաբար դրա նշանակությունը գնալով էլ ավելի ակտուալ է դարձել։ Ես կասեի չանտեսել նեթվորքինգի ուժը, անպայման ուշադրություն դարձնել եւ ժամանակ էներգիա դնել նեթվորքինգի մեջ։ Նեթվորքինգը դա իվենթների գնալ եւ շատ մարդուն ճանաչելը չի։ Իրական նեթվորքը սկսվում է իվենթից հետո։ Դու ոնց ես հարաբերություններդ կառուցում քո նեթվորքի, քո մասնագիտական ցանցի մարդկանց հետ։ Ում ես դու վերածվել։ Այն մարդուն, ով որ ամիսը մեկ գրում է բարև ես, ինչ բանով կօգնես, թե այն մարդուն, ով որ այդ փոխհարաբերության այդ կապի մեջ նաև ինքն էլ է արժեք բերում։ Այս մասը բավականին անտեսված է, մեզ թվում է նեթվորքինգը դա անընդհատ դիմացինից օգնություն ստանալու կամ հավերժ ռեսուրս եւ հնարավորություններ ունենալու մասին է, բայց չէ, այստեղ շատ կարևոր է նաեւ այդ երկկողմանիությունը, որ դու եւս ինչ որ արժեք բերես սեղանին։ Եվ շատ դեպքերում սա դիմացի կողմով իրապես հետաքրքրված լինելն է։ Մենք շատ արագ ենք զգում fake networking-ը, երբ որ մարդը հետաքրքրված է միայն մեր LinkedIn-յան պրոֆիլով, իրեն հետաքրքիր չի հետևում ով է կանգնած, հա։ Ուստի կասեմ authentic networking-ը, իսկական networking-ը, բայց դրանից առաջ հմտությունները, որպեսզի դու սեղանին բերելու բան ունենաս։ Մյուս հարցը միասին կարդանք, արդյոք ավելի տաղանդավոր մարդիկ հաճախ ավելի քիչ ինքնավստահ են։
Հաճախ այո, այստեղ կա եւ անիական պատասխան եւ գրքային պատասխան։ Գրքայինից եկեք սկսենք, հոգեբանության մեջ դա բացատրվում է Դանինգ-Քրուգերի էֆեկտով, վստահ եմ լսած կլինեք, գաղափարը նա է, որ այն մարդիկ, ովքեր որ ել ավելի շատ կարողություններ ունեն, գիտելիք ունեն, փորձ ունեն, սովորաբար ավելի քիչ ինքնավստահ են, քան այն մարդիկ, որ հակառակը կարող եք կարդալ, հետաքրքիր է բացատրվում, իսկ ինձ համար միշտ վիզուալ եմ սա պատկերացնում, եկեք մեր գիտելիքների, մեր իմացածի փորձառությունը պատկերացնենք որպես շրջան, մի հատ ջուր կլոր։ Այդ կլորի սահմանը մեր իմացածի եւ չիմացածի հատման կետն է։ Այսինքն ինչքան մեր կլորը փոքր, այնքան մեր չիմացածի սահմանն էլ է փոքր, ավելի քիչ ենք պատկերացնում այն ինչ որ չգիտենք։ Իսկ երբ որ գիտելիքների փորձառության շրջանը սկսում է մեծանալ, համապատասխանաբար մեծանում է նաեւ մեր չիմացածի դաշտը։ Մենք արդեն շատ հստակ եւ շատ ավելի ենք տեսնում, թե ինչը չգիտենք, ու դա բնականաբար դա པարզ պատճառով ազդում է նաեւ ինքնավստահության վրա։ Ես իմ օրինակով, եթե հիշեմ, իմ կարիերայի սկզբում վստահ ես 2-3 անգամ ավելի ինքնավստահ էի ասում, որ ես պրոֆեսիոնալ HR մասնագետ եմ, քան հիմա։ Անկեղծորեն դա այդպես է։ Որ հմտություններն են ամենակարևորը առաջիկա 5-10 տարիների ընթացքում աշխատաշուկայում։ Այստեղ ես չէի ուզենա իմ կարծիքը նշել, կուզենայի մենք անդրադառնանք World Economic Forum-ի ռիփորթին, հաշվետվությանը, որը որ եթե չեմ սխալվում 2025 թվականին է եղել, սակայն միջև այդ ցանկին անցնելը ես կասեմ, որ ամենակարևոր հատկությունը դա սովորելու եւ իրավիճակի մեջ ադապտանալու կարողությունն է։ Այս մեկը վստահ իմ ստորագրությունն էլ դրա տակ կա, իսկ թե որոնք են կարևոր, դա վերլուծական մտածողությունն է, AI literacy-ն, այսինքն արհեստական բանականության հետ կարողանալ ընկերություն անել, արհեստական բանականության շուրջը գրագետ լինելը, գործիքակազմ կարողանալ օգտագործելը, դա սովորելու ճկունությունն է, էլի տեսեք, ոչ միայն սովորելու կարողություն, այլ նաև սովորելու ճկունություն, էլի ու էլի գալիս ենք ադապտանալուն։ Բնականաբար դա կոմունիկացիան է, իդեպ կոմունիկացիան եկեք չշփոթենք էքստրավերտության, շատ խոսելու կամ շատ երևալու հետ չբնավ դրա մասին չի խոսքը կոմունիկացիան, դա կարողանալ քո մտքերը հստակորեն արտահայտել, դիմացի կողմին լսել, հասկանալ եւ ինֆորմացիա քաղել այդ լսածից ու համատեղ աշխատանքի մեջ դա կիրառել։ Ինչպես նաեւ լիդերությունը, եթե մենք խոսում ենք առաջնորդությունից, մենք չենք կարող չխոսել էմոցիոնալ ինտելեկտից։ Այո, հուզական բանականությունը շատ կարեւոր է ցանկացած տեսակի փոխհարաբերության եւ հատկապես աշխատանքային փոխհարաբերությունների մեջ։ Եվ վերջում այն, ինչ որ ես ասացի ամենասկզբում, դա ճկունությունը, իրավիճակին հարմարվելու կարողությունը։ Եթե սա շոշափելի բառերով ասենք, ապա նախ այդ իրավիճակը տեսնելը, գիտակցելը, իմանալը, հետո նոր հասկանալը ոնց ենք ադապտանում, որովհետև եթե մենք օրինակ չգիտենք ինչա կատարվում արհեստական բանականության մեջ, մենք ինչ իմանանք, ինչ սովորենք։ Այս շատ կարևոր է։ Իսկ գործատուների տեսանկյունից, եթե մենք խոսում ենք աշխատողների սովորելու, զարգանալու կարևորության մասին, պետք է կարողանանք նաև, պետք է պատրաստ լինենք նաև այդտեղ ներդրում անելու, եւ ժամանակային տեսանկյունից եւ ֆինանսական տեսանկյունից։ Բնականաբար հասանք արհեստական բանականությանը, չնայած ես արդեն մի փոքր խոսեցի, որքանով է կարևոր AI արհեստական բանականության գործիքներին տիրապետելը։ Շատ կարևոր է, ահռելի կարևորություն ունի մեզ համար որպես մարդ, ես չեմ խոսում HR-ի մասին, հենց մեր անձնական կյանքը կառուցելու եւ արդյունավետության մասին, կլինի դա ճամփորդելու մեր պլանը գծելը արհեստական բանականության գործիքակազմի շնորհիվ, թե մեր աշխատանքում AI գործիքակազմ կիրառելը։ Կարևորությունը բարձր է, սակայն ես չեմ ուզում վախենալու հնչել, ուզում ձեզ հետ կիսվել այն ռազմավարությամբ, որ ես ունեմ, եթե չենք տիրապետում որևէ բանին, ամենահեշտ ձևը դա տիրապետելու, դրան ծանոթանալու մինիմում քայլեր անելն է։ Օրինակ, ոչինչ չգիտեմ արհեստական բանականության մասին, կարող եմ, չէ, Google-ում գրել արհեստական բանականության պարտադիր գործիքակազմ յուրաքանչյուր մարդու համար։ Յուրաքանչյուր, տեսնենք հենց ինչ կա,
հա։ Այսինքն որպես անհատ փորձենք նախ իրեն հասկանալ։ Հետո վստահ եմ ChatGPT-ին հիմա բոլորիս հեռախոսների մեջ կա։ Կարող ենք չէ՞ մի հատ ուսումնասիրել ChatGPT-ի prompting-ի, այսինքն իրեն որևէ հայտ տալու, request տալու, ինչ ընդունված կերպեր կան։ Իսկ իրանք կան, հա, որտեղ շատ AI աշխատացնելը շատ կախված է նրանից, թե դու ինչպես ես իրեն դիմում, ինչպես ես հարցնում, ինչ request-ներ ես ուղարկում։ Այն բազային մակարդակը կառուցել է, հետո նոր մտածել է, իսկ մասնագիտական դաշտում ինչպես կարող եմ իրան կիրառել, աշխատանքային դաշտում ինչպես կարող եմ իրեն կիրառել։ Այսինքն պարտադիր չի էլի մենք հենց հիմա խոսենք AI գործիքակազմի կիրառումը մեր ամենօրյա աշխատանքի մեջ, երբ որ մենք նույնիսկ մեր կյանքում իր կիրառելիությունը լիարժեք չենք պատկերացնել։ Բաժանենք կտորների եւ իրեն սկսենք տիրապետել ոնց որ ցանկացած բանի, ոնց որ օրինակ Google անելում, հա, այդպես էլ AI գործիքակազմից օգտվելը։ Միայնակ արհեստական բանականությունը չի կարող լիարժեք ՄՌԿ աշխատանքը իրագործել։ AI էնտուզիաստները հիմա կասեին դեռ չի կարող, բայց ես կարծում եմ, որ երբեք չի կարողանա միայնակ, միշտ մարդկային գործոնը այստեղ կարևոր կլինի։ Զուգահեռաբար այն HR մասնագետները, ովքեր ընդհանրապես AI-ը չեն օգտագործում եւ տենց որ փորձում են աչք փակեն դրա վրա, որ չկա ինք գոյություն չունի, իրենք էլ այլևս միայնակ չեն կարող իրագործել։ Ուստի սա ոչ թե AI թե մարդ հարցադրում է, սա AI եւ մարդ հարցադրում է, այս երկուսը միասին, մարդ եւ արհեստական բանականությունը միասին անհնար շատ արդյունքների կարող են հասնել։ Ես ինքս իմ աշխատանքում Cloud Cowork-ը, որը որ Cloud-ի գործիքակազմ է, հենց նախատեսված աշխատող մարդկանց համար, օգտագործում եմ երևի վերջին 4-5 ամսում։ Պատկերացրիք, նենց բավականին կարճ ժամկետ։ Կարող եմ ասել, որ իմ աշխատանքի արագությունը 1.5 անգամ ավելացել է, 150%-ով ես ավելի արագ եմ իմ աշխատանքի մեջ, HR աշխատանքի մեջ, քան առաջ։ Ուստի միանշանակ համակցությունը, ոչ նա, առանձին։ Արհեստական բանականության թեման լքում ենք եւ գալիս ենք LinkedIn-ի աշխարհ, LinkedIn-ում ներկանալի edge ունենալը որքանով կարեւոր է այսօր։ Ընկերներ, եւ այսօր, եւ 20 տարի առաջ LinkedIn-յան edge ունենալը շատ կարեւոր էր, անկախ նրանից դուք բիզնեսում եք, անհատ աշխատող եք, ֆրիլանսեր եք, կրեատիվ գործունեությամբ եք զբաղված, էական չի։ Ինչ ոլորտում եք աշխատում եւ ինչ հաստիք եք զբաղեցնում։ Եվ այստեղ դու գաղափարապես 5 ձեռքսեղմամբ կարող ես հասնել ԱՄՆ-ի նախագահին, հա, LinkedIn-ի գաղափարախոսության հիմքում այդ 5 ձեռքսեղման տեսությունն է ընկած։ Պատկերացրեք մի հարթակ կա, որտեղ որ դու կարող ես սովորել, փորձով կիսվել, ունենալ on-line CV, որովհետև LinkedIn-ում կա ռեզյումեի կտոր, ճանաչել մարդկանց, դիրեկտ գրել մարդկանց եւ մասնագիտական network կառուցել։ Մի գործիք, որ այսքան առավելություն ունի, ես այս պահին դեռ չգիտեմ։ LinkedIn-ին հավասարազոր, ուստի միանշանակ արժի ունենալ եւ հիմա ChatGPT-ի, Cloud-ի ու մնացած կոնտենտ գեներացնող հրաշք գործիքների մեջ 3 վայրկյան է LinkedIn-ի պրոֆայլ սարքելը։ HR-ները, ես ստատիստիկան կոնկրետ չգիտեմ, բայց կարծում եմ HR մասնագետները ամենաշատ օգտվողներից մեկն են։ Երևի HR-ն ու վաճառքի մասնագետները ամենաշատ օգտվողներից մեկն են հենց LinkedIn-ի, նայում են թե ոչ ձեր LinkedIn-ի պրոֆիլները, այո, նայում են։ Ոչ սկզբում, բնականաբար, մենք երբ որ դրսում ենք գործունեություն ծավալում, մեր դրսի գործընկերների համար, մի հաստիքի համար մենք կարող ենք 8000 հատ ռեզյումե ստանալ, 8000 հատ դիմում ստանալ ներողություն, պատկերացնեք, այդ ինչ ծավալ է։ Բնականաբար այդ ծավալների դեպքում դու ուղղակիորեն ձեռքդ չի հասնելի, անհատապես յուրաքանչյուրին նայել, մեր առաջնային shortlist-ը նույնիսկ արդեն մենք չենք անում, էլի AI գործիքակազմով ենք անում նախնական ֆիլտրումը, բնականաբար մեր հրահանգներով, բայց հետո արդեն երբ որ մարդը գալիս հասնում է վերջին էտապներին, արդեն օֆլայն հանդիպումների, եթե դա հեռավար ընկերությունական, նույնիսկ եթե on-line ֆորմատ էական չի, վերջին էտապներում բնականաբար ես վստահ կարող եմ ասել, որ այո, HR մասնագետները գնում են եւ նայում են ձեր LinkedIn-յան պրոֆիլները եւ թե դուք այնտեղ ինչ եք գրում։ Այստեղ ասեմ, որ ամենաշատը HR-ներին են LinkedIn-ում քլնգում։ Ամենաշատը HR-ների վերաբերյալ են հրապարակումներ անում։ Իդեպ ստեղ մի փոքր անարդարություն կա, որ ամենաշատը LinkedIn-ում ամենաշատ քլնգոցի ստացողները հենց HR-ներն են, ամենաշատ քննադատությունը HR-ներն են ստանում, բացատրեմ դա ինչու է այդպես, որովհետև
HR մասնագետը չի կարող տեխնացուի վերաբերյալ հրապարակում անել, դա ոչ էթիկապես է ճիշտ, ոչ էլ կոնֆիդենցիալության տեսանկյունից չի կարող էլի ասել, այս մարդն երեսօր եկել ինձ մոտ հարցազրույցի, այսպես իրեն դրսևորեց, իսկ մարդիկ կարող են։ Հա, մասնագետները կարող են ու դրա համար միշտ պատմվում է եւ պատմությունների մի կողմը սովորաբար եւ HR-ներն էլ չեն կարողանում իրենց փորձառությամբ կիսվել։ Բայց դա մենք ճպտում ենք դրան եւ յուրաքանչյուր ֆիդբեքի վերաբերում ենք որպես առողջ կետ ինչ-որ մի բան սովորելու, առաջ գնալու, եթե շատ անարդար չի իհարկե։ Որ սխալն են, ամենաշատը անում երիտասարդները, երբ առաջին անգամ են մտնում աշխատաշուկա, երբ առաջին քայլերն են անում։ Մեկը գուցե մի քիչ կոպիտ հնչի, նախապես ներողություն սրա համար, երբ որ օթերում ենք Երբ որ ես տեսնում եմ մարդը ռեալ աշխատաշուկան չի պատկերացնում, որ այստեղ ամեն ինչ չի, որ վարդագույն է, որ ընկերության գունավոր պուֆիկները եւ անվճար սուրճը դեռ ոչինչ չեն նշանակում այդ ընկերության վերաբերյալ։ Եվ երբ որ դու փորձ չունես, դու չես կարող ակնկալել փորձառուի աշխատավարձ, հա? Երբ որ այսպես ինչ-որ օթային, հեքիաթային, սիրուն աշխարհ ենք պատկերացնում աշխատաշուկան։ Դա այդպես չի։ Աշխատաշուկան ու առհասարակ կարիերա կառուցելը ինքը հեշտ առաջադրանք չի եւ հատկապես կարիերայից սկզբում շատ կարեւոր է որ զիջողական լինես։ Շատ կարեւոր է, որ ինչ որ մի հարցերում կոմպրոմիսի գնաս, դա կլինի աշխատավարձը, դա կլինի օֆիսի լոկացիան, դա կլինի աշխատանքային ժամերի քանակը միգուցե, որ կարողա դու, չգիտեմ, պարտադիր սպասում ես, որ պետք է part time աշխատես կես դրույքով, բայց գործատուի մոտ այդ հնարավորությունը չկա։ Դա կարող է լինել ղեկավար, որ քո պատկերացրած կինոյի միջի ղեկավարը չի, այդպես էլ կարող է լինել։ Այո, իդեալական աշխատանքային պայմանները միայն ֆիլմերում են։ Յուրաքանչյուր աշխատանք էլ, յուրաքանչյուր գործատու էլ ինքը ունի եւ դրական, եւ բացասական կողմեր։ Ես առաջարկում եմ, երբ որ մենք մեր առաջին քայլերն ենք անում աշխատաշուկայում, մենք շեշտը դնենք սովորելու վրա, փորձառություն ձեռք բերելու վրա եւ մնացածին ավելի մեղմ վերաբերվենք ներառյալ աշխատավարձի հարցին։ Եթե իհարկե ֆինանսապես կարող ենք էլի այլ կերպ լուծել այդ հարցը պայմանական, չգիտեմ, կամ գուցե արդեն իսկ լուծված է այդ հարցը։ Բնականաբար եթե էլի այս բային կյանքի այն էտապում ենք, որ աշխատավարձը կարևոր է, նորմալ է, դա կբերենք կարևորության, դա կբերենք առաջնահերթության, այդ մասին գործատուին կկոմունիկացնենք։ Առաջի բանը, որ խորհուրդ կտամ, դա այդ երազելի կինոշնի աշխատանքային փոխհարաբերության եւ միջավայր չսպասելը, դա գոյություն չունի։ Երկրորդիվ, չնայած որ այս մասին մի փոքր արդեն իսկ առաջին կետում կար, դա սովորելուն նշանակություն կամ նշանակություն չտալը կամ քիչ նշանակություն տալը։ Չեմ պատկերացնում, այլ ինչներից է պետք աշխատել, եթե չենք սովորելու։ Okay, կարճաժամկետում մենք կարող ենք մի այնպիսի աշխատանք անել, որը որ հմտության տեսանկյունից մեզ ոչինչ չի տալիս, չնայած չեմ հավատում, տենց գործ կա, բայց հմտության տեսանկյունից, գիտելիքի տեսանկյունից ոչինչ չի տալիս, բայց պայմանական մեր կամուրջն է հանդիսանում դեպի մեր ապագայի երազելի աշխատանք։ Էս էլ է okay, բայց կարևորը մենք դա այս պահին ռեալ գիտակցենք։ Եվ երրորդ սխալը, որ հաճախ հանդիպում եմ, դա շուտ հանձնվելն է։ Շուտը ինչքանն է, ես չգիտեմ։ Յուրաքանչյուրս մեզ համար կիմանանք, բայց արժի փորձել էլի ու էլի ու էլի, հա? Գնացիր ընդունվեցիր աշխատանքի, տեսար, որ ծայրահեղ անարդար պայմաններ են եւ չի տրամադրվում քեզ այն ինչ որ ի սկզբանե խոստացել էին, օրինակ, հա? Փոխիր աշխատանքդ, 100 գործատուի եւս դիմի, 200 անգամ գնա հարցազրույցների, 300 անգամ մերժում ստացի, 100 անգամներով մերժումներ ստացի, բայց գնա քո կարիերայի հետևից։ Շատ հաճախ եմ հանդիպում, որ երիտասարդները իրենց կարիերայի աշխատանքի որոշումները դելեգացնում են այլոց, իրենց ծնողներին, հա, կամ իրենց ավագ եղբորը, կամ իրենց ծանոթ HR-ին, մի այդ task-երը փոխանցեք այլոց, դա ձեր սեփական պատասխանատվությունն է եւ անկեղծ եմ ասում, այն հայտնի կարիերաները, որ մենք տեսնում ենք, իրենք միայն LinkedIn-ով են այդքան սիրուն։ Բոլոր այդ սիրուն կարիերաների հետևում մեծամասամբ ահռելի ջանք, 1000 անգամ կոտրվել, 1000 անգամ գիշերները թաքուն լացել է անկած, որը որ մենք չենք տեսնում, բայց ինքը կա։ HR-ը իրականում ում կողմից է, բիզնեսի, թե
աշխատակցի կամ կազմակերպության թե աշխատակցի, ես կասեի, որ լավագույն HR մասնագետները իրենք կողմ չեն ընտրում, իրենք հավասարապես երկու կողմերի շահերն էլ պահպանում են։ Իդեպ տարբեր կոնտեքստներում սա 50-50 չի լինում, ոնց էլ չլինի, մի կողմի վրա մի քիչ ավելի է սեղմվում տարբեր իրավիճակներով պայմանավորված, բայց շատ կարևոր է, որ հատկապես HR մասնագետները, իդեպ ովքեր որ HR-ում են եւ հիմա լսում են ինձ, որպեսզի HR-ի ստրատեգիկ դերը, ռազմավարական դերը պատկերացրեք, կարդացեք Դեյվ Ուլրիխ եւ իր բոլոր հոդվածները, հրապարակումները, իր վիդեոները, այնտեղ շատ լավ է երևում, թե ինչպես է կարողանում HR-ը պահել բիզնեսի ձեռքը, այդ ռազմավարական կողմը ինչպես պահել։ Սակայն մարդկանց կողմը եւս կարեւոր է, որովհետեւ բիզնեսի ամենակարևոր ակտիվը մարդիկ են։ Ուստի ոչ նա, ոչ մյուսը։ Լավագույն HR մասնագետները կողմ չեն ընտրում, իրենք հավասարապես փորձում են երկու կողմում էլ խաղալ։ Ու վերջին հարցը, անուշ հարց է ինքը իրականում լավն է, որն է այն մեկ խորհուրդը, որ կփոխեր մարդկանց կարիերան, եթե նրանք այն լսեին 20 տարեկանում։ Ես դրանք պատասխանեմ իմ տեսանկյունից, թե ես ինչ կուզենայի լսել ինձանից 20 տարեկանում կամ 18 տարեկանում էական չի, մի խոսքով, երբ որ առաջին քայլերն ենք անում։ Ես ասեմ, ես ինչ կասեի ինձ 20 տարեկանում կամ 18 տարեկանում էական չի, երբ որ դեռ առաջին քայլերն էի անում, ես երևի թե կասեի, որ ամենակարևորը դու ես, այսինքն ամեն ինչը կառուցվում է մեր շուրջ եւ մենք առաջին հերթին պետք է ինքներս մեզ հոգատար լինենք մեր առողջությանը, մեր մարմնին, մեր հոգուն, մեր բալանսին, շնչելուն, ներկա լինելուն, սա ամենակարևորն է, որովհետև երբ որ շատ ենք վազում նպատակների հետևից, կարիերայի հետևից, եւս մեկ հաջողություն ձեռք բերելու հետևից, այտենց են խամյակի նման հայտնվում ենք այդ կալեսոյի մեջ, որպեսզի այս թակարդի մեջ չհայտնվենք եւ անընդհատ ու աննպատակ չվազենք, կամ թեկուզ նպատակներով, բայց անընդհատ չվազենք, շատ կարևոր է կանգնելը եւ ինքդ քեզ գիտակցելը, ներս նայելը եւ ինքդ քեզ հոգ տանելը։ Մեկը դա եւ երկրորդն էլ, որ ամեն ինչ անցնում է։ Եվ ձախողումներն են անցնում, եւ հաջողություններն են անցնում։ Պետք չի ոչ շատ նույնականանալ մեր հաջողությունների հետ, ոգևորվել, տենց շատ մտածել, որ անպայման ես էլի կհաջողեմ, քանի որ այս մի success է եղավ, որովհետեւ չէ։ Ոնց էլ չլինի, անպայման ինչ-որ մի պահի ձախողում ես, ու այդ պահին ինչքան վերև ես թռել, այնքան հետո անկումը ավելի ցավոտ է։ Ուստի հաջողությունները process-ի մի մասն են, ձախողումները նույնպես։ Պետք չի շատ տրվել ձախողումներին, որովհետև երբ որ շատ ենք մտածում ինչու այդպես ստացեց, բայց ես ոնց կարող էի բացի ուշադրություն չդարձեցի, ինձ մոտ չի ստացվում, ես լավը չեմ, ես չեմ կարող եւ այլն։ Այ անընդհատ երբ որ սենց ինքնա մեսեջներ են գնում, ինչ-որ մի պահի քայլ անելն է ուղղակի դժվարանում։ Ես կասեի, որ ամեն ինչը process-ի հրաշքության մեջ է։ Ուշադրություն դարձնենք ինքներս մեզ, մեր ամբողջ կողմերով հանդերձ եւ ուղղակի վայելենք process-ը։